ավանդական հարցերի կարգավորմանը անցնենք, նստեք բանսին։ Հարգելի գործընկերներ, ավանդույթի համաձայն ծափենք տալիս է։ Ուրեմն ավանդույթի համաձայն մենք պետք է մեր ճանապարհի երգը որոշենք եւ մեր այսօրվա DJ-ին որոշենք։ Ինչ երգի հետ կապված ինչ առաջարկներ կան։ Ես մտածեցի օրինակ առավոտ որ մտածում էի ինչ երգ, մտածում էի որ քանի որ հիմա մեր առաջին կետը Գեղարքունիքի մարզն ալնելու, օրինակ Սևանի մասը մի երգ, եթե լավ երգ առաջարկեք, ինչ երգ գիտեք Սևան։ Ծփում է Սևանը։ Ուրիշ երգ չկա։ Նու իհարկե այդ երգը ոչ միայն բանի Սևանի մասին է, այլև դժբախտ սիրո, բայց ամեն դեպքում կարծում եմ կենտրոնում նկատի կունենանք Սևանը։ Ձկնորսի սերը, այդ ինչ երգ է։ Թազա երգ է։ Ձկնորսի, բայց ձկնորսը օրինական է, ձկնորսությամբ զբաղվում։ Երգը այդ մասին լռում է։ Այդ մասին լռում է երգը։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ ով է լսել ձկնորսի երգը երգի մասին։ Քանի որ պետք է մրցակցային հավասար պայմաններ ապահովենք եւ ծփում է Սևանը երգը բոլորս գիտենք, իսկ ձկնորսի երգը ոչ բոլորը գիտեն։ Իսկ թվում է մի հատ եթերից հետո լսենք եւ այդ արդյունքներով որոշենք, որովհետեւ որպեսզի ճիշտ լինի։ Հարգելի գործընկերներ, DJ-ի ինչ ինքնաառաջադրումներ ունենք։ Ալեն Սիմոնյանն է առաջադրում։ Առանց մրցակցության, հա, առանց մրցակցության։ Արմեն Խաչատրյանն էլ է առաջադրում։ Պարոն Խաչատրյան, DJ մրցույթի մասին է խոսքը, շատ Բայց պետք է փորձել։ Մեր կուսակցությունում ավանդույթ կա, որ միշտ մրցակցային եղանակով է։ Հարգելի գործընկերներ, այլ առաջադրումներ կան, չկան։ Դրվում է քվեարկության։ Քվեարկության է դրվում ծափերով, գոռալ չկա։ Ծափերով կամ առանց ծափերի քվեարկության է դրվում Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։ Քվեարկության է դրվում Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց Ալեն Սիմոնյանը։ Իսկ մի անարդար բան կա։ Ինչ։ Ամեն մեկը մի ծափի հնարավորություն ունի։ Երկու անգամ ծափտալը դա չկա։ Նույն մարդը երկու անգամ չի կարա ծափ։ Ինչ նկատի ունեք երկու անգամ։ Ալեն Սիմոնյանի քվեարկողը չի կարա Արմեն Խաչատրյանի։ Դե կարծում եմ դա չի բանանում, որովհետև հնարավորություն, որը հասանելի է բոլորին, կարծում եմ հավասար պայմաններ ապահովում։ Կա չէ, տենց տրամաբանց։ Հնարավորությունը հասանելի է բոլորին։ Պարոն Սիմոնյան, հաջողություն ենք մաղթում ձեզ այդ բարդ եւ պատասխանատու բանի